expectation is the free expression of the free will of the Armenian citizens of Armenia. How is your mood today? Very good. Избирательной коррупции, конечно же, государственные институты Республики Армения должны среагировать. Mr. Pashinyan, for Georgian public broadcaster, what are your expectations? Why are you confident to win and what would be implication for the region? I'm confident that people will be. I'm not the. It isn't the personal matter or personal issue. My expectation. I'm sure that citizens of Armenia will. For the implications of the region, You know, I think democracy always works in favor of regional and international cooperation, and of course, democracy is instrumental for regional peace. And I'm sure on our regional peaceful future, because now, fortunately, we have peace with Azerbaijan. You know that we have very deep and brotherly relations with Georgia, and of course, I expect to have settlement and establishment of diplomatic relations with Turkey, and I'm sure that in coming times, border, railway, and roads with Turkey also will be opened. And of course, the TRIP project is a game-changing one, which will bring, by the way, benefits to all countries of our region, because we will have not only east-west routes open, but also south, which is very, very beneficial for Armenia, for Georgia, for Azerbaijan, for Turkey, for Iran. It is very important news. Mr. Pashinyan. Ժողովրդի ինչ որոշի ես կանեմ։ Պարոն վարչապետ, հայտարարել եք, որ ձեր հնարավոր Ժողովուրդը պետք է գնահատի։ Պարոն վարչապետ, եթե այնպես դասավորվի, որ օրինակ իշխանություն դառնալու համար Mr. Pashinyan. պատրաստ եք որպես ընդդիմադիր աշխատանք։ Այսօր այս ժողովուրդ ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային խաղաղությանը եւ երեխաների հեղափոխությանը ներկայանալու անհրաժեշտությամբ։ Պարոն վարչապետ, հայտարարել եք, որ ձեր հնարավոր հաղթանակի դեպքում մեկնելու եք Մոսկվա, ինչու եք առաջին այս Մոսկվա գնում։ Նախ առաջինի երկրորդի հարց չի, Մոսկվայել եմ մեկնելու, Վաշինգտոնել եմ մեկնելու, Բրյուսել եմ մեկնելու, Փարիզ եմ, Թբիլիսի եմ մեկնելու, ասել եմ նաեւ, որ հույս ունեմ, որ նաև հնարավորություն կունենամ մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին Բաքվում եւ մենք պատրաստվում ենք լիարժեք մեր միջազգային հարաբերությունները զարգացնել Մոսկվայում։ Mr. Pashinyan. Ես լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ունեն ինստիտուցիոնալ խորհուրդ եւ հենված են փոխադարձ հարգանքի վրա ընտրական Հայաստանում գործող որոշ ուժեր իրենք փորձում են լարվածություններ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում այդ լարվածությունները չեն ստեղծվում այն պատճառով որ Ռուսաստանի Դաշնության նախագահը Mr. Pashinyan, for Reuters. Պարոն վարչապետները, բայց հրապարակումներ եղան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմում կա Պաշտոնյա Կիրիենկոն, որը սխեմաներ է մշակում ըստ տարբեր հրապարակումների, այդ թվում նաև Reuters-ի, որ Հայաստան մարդիկ բերեն ընտրությունների վրա ազդեցություն ունենան, այս թեման պատրաստվում եք քննարկել Մոսկվայի հետ, թե ոչ։ Գիտեք, այն սխեմաները, որոնք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ սխեմաները պետք է արժանանան Հայաստանի պետական ինստիտուտների գնահատականին, իսկ ընդհանուր առմամբ
ես կարծում բոլոր հարցերն էլ քննարկվում են ըստ անհրաժեշտության։ Եթե այդ հարցերի քննարկման անհրաժեշտություն ծագի, թույլ տվեք կանխատեսել, որ ընտրությունների արդյունքներով նման հարցեր քննարկելու անհրաժեշտություն չի առաջանում։ Mr. Pashinyan, last question for English, for Reuters. For Reuters, please. After the election, which way Armenia will go? What will be the future for Armenia? Armenian future will be the strategy of strengthening independence, statehood, democracy, rule of law, and we will continue the democratic reform path, of course with the support of our European partners, because you know that European Union is our main partner in democratic reform implementation, and we will continue that path. And you know, I announced, and we have law already, that we will reform Armenia, trying to make it compliant with the European Union's standards, and that is first strategical goal. After that, we will see, because after that, when Armenia really is fully and sincerely compliant with the standards of European Union, we have two possible scenarios. One, European Union is accepting Armenia as a full member. Another version, European Union isn't accepting Armenia as full member, because it dependent from many political nuances. For example, European Union could decide that doesn't want to enlarge. It can happen. But in any case, we will win, because we will have, even in the second scenario, we will have country fully compliant with European standards. But what about balancing the relations between European Union and Russia? You know, it is another matter. It is a matter of foreign policy, and you know that we are providing balancing foreign policy, and in any case we will be adhered from that course. What are your expectations from the result of the vote today? My expectation is free democratic elections and expression of free will of the citizens of Armenia. Mr. Pashinyan, if you will, what kind of relationship will be between Armenia and Georgia? What do you think? You know, we have so good relations with Georgia that even difficult to say about the further deepening of that relation. But of course, it is about emotion. Of course, emotions are large and full between Armenia and Georgia, but there are many economic and political agenda, and we will cooperate with Georgia more and more closely as it possible. Thank you. Будут ли эти выборы влиять на стратегического партнерства Армении с Китаем? Вы знаете, мы в прошлом году мы подписали с президентом Си Цзиньпин приняли документ о стратегическом партнерстве, и это факт. Я уверен, что по итогам выборов этот факт не изменится в негативном контексте. Этот факт, я думаю, что наше стратегическое партнерство будет развиваться дальше, потому что обе стороны заинтересованы, и особенно в рамках проекта «Перекресток мира» там есть очень много возможностей, и я уверен, что наше сотрудничество углубится. What message would you send to Georgian people who are fighting for freedom?
I love Georgia and I love Georgian people. Պարոն վարչապետ, ձեզան հանգստացնում է Արթուր Օսիպյանի առողջական վիճակը։ Ես ճիշտ ասած չգիտեմ ինչ կպիտի Պարոն վարչապետ, իսկ ռուսական կողմից Հայաստանի նկատմամբ սանկցիաները դուք արհեստական լարվածություն եք համարում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունում։ Դուք նշեցիք այդ լարվածությունը արհեստական, բայց մենք տեսնում ենք կոնկրետ գործողություններ են։ Տեսեք, սանկցիաներ եք դուք ասում, բայց նման խնդիրներ անընդհատ են լինում։ Այլ բան որ հիմա լուսաբանվում է։ Այսինքն լուսաբանվում է Հայաստանում գործող ձեզ հայտնի ուժերի շրջանակների բանով հետաքրքրվածության բերումով, ծախսերով եւ այլն։ Այսինքն աշխատանքային հարցեր ԵԱՏՄ ոչ միայն Հայաստան, Ռուսաստան, ԵԱՏՄ-ի բոլոր երկրների մեջ այս կարգի աշխատանքային հարցեր լինում են ամեն անգամ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, միջկառավարական խորհրդի նիստում, որակարգում մենք տասնյակ հարցեր ենք քննարկում, որոնք կապված են այս նման երևույթների հետ, ֆիտոսանիտարական հարցերի, ստանդարտների, արտահանումների, վերարտահանումների, ապրանքների ծագման հետ կապված խնդիրների, որովհետև բոլոր երկրներն էլ Եվրասիական տնտեսական միության շահագրգռված են եւ ընդհակառակը անհանգստացած են, որ չլինի այնպես, որ երրորդ երկրների ապրանքներ ներկրվեն ԵԱՏՄ երկիր, դառնան ԵԱՏՄ ապրանք եւ վերարտահանվեն ԵԱՏՄ ուրիշ երկիր։ Այսինքն այս process-ները մենք անընդհատ ենք, անընդհատ Հուլիսի 7-ից հետո այդ բոլոր հարցերը կլուծվեն։ որովհետեւ այդ բոլոր ես հունիս մայիսին Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի Բայց այսինքն իմ բացակայությունը հունիսի 7-ից հետո կվերադառնա։ պարոն վարչապետ, Նոր ուղղություններ կան Եվրամիություն արտահանումների։ Եվրամիությունը արդեն նոր ուղղություն է։ Դուք գիտեք, որ ամենակարևոր եւ հաճելի լուրը այն էր, որ Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ինձ հետ հեռախոսազրույցի ընթացքում բացի այն, որ իրենք հիմա դրատապ 50 միլիոն եվրոյի աջակցություն կցուցաբերել, որպեսզի մենք որոշակի սուբսիդավորենք գյուղատնտեսական եւ այլ ապրանքների արտահանման հետ կապված արհեստական խնդիրները, եթե հայտնաբերեն խնդիրները արհեստական, եւ երկրորդը տիկին նախագահ շատ ամենակարևոր լուրը, որ փոխանցեց, այն էր, որ Հայաստանի Հանրապետության գյուղ ապրանքները առանց մաքսի, այսինքն ազատ մաքսային ռեժիմով կարտահանվել Եվրոպական միություն, այսինքն բոլոր Եվրոմիության բոլոր երկրները նոր ուղղություն են դարձել։ Պարոն վարչապետ, Հայաստանի կարգավիճակի հարցը А что вы скажете об угрозе Лукашенко в вашу сторону? А какой угрозе? Предупреждают вас об украинском сценарии. Кто? Александр Лукашенко. Вы знаете, это не серьезно. Պարոն վարչապետ, դեպքերին պատրաստում են Հայաստանի կարգավիճակի հարցը քննարկել ԵԱՏՄ-ում, ԵԱՏՄ անդամ պետություններում եւ դա բացի դրանից էլ մի քանի օր առաջ ընդունված հայտարարությամբ կոչ էին անում, որպեսզի հանրակրվե իրականացվի ԵԱՏՄ, թե ԵՄ ուղղության առումով։ Մենք այս առումով ինչպես են կարողանալու նախ կարգավիճակի մասով արդյոք կարող են զրկել Հայաստանի ԵԱՏՄ անդամ պետության կարգավիճակից եւ հանրակրվեի մասով խնդրում եմ։ Չեն կարող Հայաստանը զրկել Եվրասիական տնտեսական միության կարգավիճակից եւ Եվրասիական տնտեսական միությունում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով եւ Հայաստանի Հանրապետությունն է հետեւաբար ունի նաեւ վետոյի իրավունք եւ բոլոր երկրները, ինչի՞ միայն Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ վերաբերում է հանրակրվեին, հանրակրվե տեղի կունենա այն ժամանակ, երբ որ լինի հանրակրվեի առարկա։ Իսկ հանրակրվեի առարկան առնվազն Հայաստանը պետք է դիմաց լինի պաշտոնապես Եվրոպական միության անդամ դառնալու հարցում կամ պետք է ունենա Եվրոպական միության անդամ երկրի կարգավիճակ։ Այդ երկուսից ոչ մեկը չկա այս պահին եւ ես գործընկերոջ ասեցի, որովհետեւ մենք օբյեկտիվորեն մենք գիտենք, չէ՞ որ մենք պատրաստ չենք այդ կարգավիճակի, մենք դեռ պետք է բարեփոխվենք։ Այսինքն ինչու ենք ուղղակի ձևի համար դիմում աղմուկ աղաղակ անելու համար, մենք հիմա հանդարտ կշարունակենք բարեփոխումների ճանապարհը, երբ որ նաև Եվրոպական միության մեր գործընկերների գնահատականը կլինի
Մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք ինստիտուցիոն սկսած դատական համակարգի անկախության եւ այլն հարցեր ունենք, որոնք պետք է լուծենք։ Այսինքն դա ինքնանպատակ չի մեզ համար եւ ես ասել եմ նաեւ որ Եվրոպական միության անդամ գրելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը ես ընկալում եմ նաև մեզ համար լրացուցիչ խթան, որ մենք շարունակենք նույն տեմպով մեր բարեփոխումների օրակարգը եւ գնանք այդ ճանապարհով։ Երբ որ մենք կամ Եմեն է, պարոն Փաշինյան, ստացվում է մենք սպասում ենք միջև պատրաստվենք Եվրամիությանը, հետո դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Դա ես չեմ կարող որոշել։ Իմ խնդիրն է, որ Հայաստանի ժողովուրդը ունենա այլընտրանքներ, Հայաստանի ժողովուրդը իր քվեարկությամբ կորոշի ինչ ճանապարհով ենք մենք գնում։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ օրինակ ես որպես Եվրասիական տնտեսական միության երկրի անդամ եւ բարձրագույն պաշտոնյա Եվրասիական տնտեսական միության, ես կարծում եմ ԵԱՏՄ-ի մեր գործընկերները մի փոքր տակտիկական ճիշտ չեն մոտենում հարցին եւ որոշ հայտարարություններով փոխանակ ԵԱՏՄ-ի համարումը եւ ԵԱՏՄ-ի ընկալումը մեր երկրում Հայաստանում բարձրացնել ամեն ինչ անում են, որ ԵԱՏՄ-ի ընկալումը մեր երկրում ինչն է։ Այսինքն բա հետո մարդիկ են չեն որոշելու, ես չեմ որոշելու, դա հնարավոր էլ չի։ Ես չեմ որոշելու։ Պարոն վարչապետ, How European Union can help? կհամարեք, որ արդեն հանրաքվեի հարցը հասունացած է։ Ես ասացի, որ մենք պետք է դիմաց Դե նկատի ունեմ, երբ Հայաստանը կորոշի սկսել Այս փուլում մենք բարեփոխումների մասին ենք խոսում։ Հիմա դուք չէ լրագրողները բազմաթիվ հարցեր եք բարձրացնում դատական համակարգերի կապված, չգիտեմ, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված, այդ բոլոր տեղերում մենք պետք է հասնենք մի այլ մակարդակի, որպեսզի մենք օբյեկտիվորեն այսպես ասենք գիտենք, ինչ մենք արդեն այդքան հասունացել ենք, որ կարող ենք անել։ մոտավոր ժամկետներ մտքում Հնարավորինս արագ փորձենք բարեփոխումներ անել, այդ թվում տեսեք մենք հիմա այդ թվում զանգվածային լրատվության միջոցների ոլորտում ենք շատ կարևոր բարեփոխում պատրաստում, մասնավորապես համընդհանուր հայտարարագրման համակարգում մենք շուտով կամ արդեն ընդունել ենք կամ շուտով կընդունենք կարգավորում, որ քաղաքացիները իրենց Արմատ մեջան փակվել։ Եվ Պարոն Փաշինյան, ինչու փակվեց Արմատ մեջան։ պատասխանենք հարցերին։ Իմ հարցին եւս խնդրում եմ պատասխանեք, ես չեմ լսում։ Պատասխանը։ Արմատ մեջան ինչու փակվեց, ձեր հրահանգով է, ձեր պայքեվատրած քննիչը անձամբ փակել։ Ես ձեզ համար վատ նորություն ունեմ, գաղափար չունեմ Արմատ մեդիայի գործունեության մասին։ Բայց փակել եք տվել։ Ինչպես կարող եմ ես փակել տալ մի Ձեր բան, որի պայքեվատրած քննիչը փակեց։ Այս չեպազրի How European Union can help Armenia handle pressure from Russian sanctions? Պարոն Փաշինյան, մի րոպե ինչ հարցերից պատասխան։ Բարեփոխում, օրինակ, համընդհանուր հայտարարագրման համակարգով մենք կարգավորում ենք դնում, որ քաղաքացին հայտարարագիր լրացնելուց հետո որոշակի գումար կարողանա նվիրել որոշակի լրատվամիջոցի եւ հասարակական կազմակերպության, որպեսզի նաեւ քաղաքացիները իրենց քվեարկությամբ եւ ֆինանսավորմամբ լրատվամիջոցներին հասարակական կազմակերպություններին աջակցեն։ Եվ այլն եւ այդպես շարունակ, այսինքն ես որ Հայաստանը դիմի Եվրոպական միություն, ես որ Եվրոպական միության պաշտոնյա ինքը նայելով քննարկելով օբյեկտիվորեն ասեմ, որ մենք այսօր պատրաստ ենք, մենք բարեփոխումները պիտի շարունակենք եւ դա այդ օրենքի միջանոց նաեւ շատ հստակ եւ շատ վառ արտահայտություն այն բանից, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհից չենք հրաժարվի ոչ մի պարագայում, չենք հրաժարվի ոչ մի պարագայում, որովհետեւ ժողովրդավարական բարեփոխումը բարդություն ունի, վերելքներ ունեն, վայրեջքներ ունեն, բայց ռազմավարություն How Europe can help Armenia? Կարտահմանը, եթե ոչ ձեր գնահատմամբ, ինչքան ժամանակից կպատրաստ կլինի եւ ինչ է արվում։ Դե գիտեք, գյուղի հետ կապված ես ասացի, որ պատրաստելու բան իմանալ կազմակերպչական, որովհետեւ եթե մաքսա Թուրքի խնդիր լուծում է Եվրամիությունը, իսկ Եվրամիության խնդիրը ասած կարող է համարել դա լուծված հարցը, ոչ էլ չեմ տեսնում։ Արդյունք, իմիջիայլոց հարգելի գործընկերներ եք, չմոռանայիք,
որ վերջին տարիներին դեպի Եվրամիություն մեր արտահանը կրկնապատկվել է, դեպի Չինաստան կրկնապատկվել է, դեպի Հնդկաստան 87% աճ ունեցել, եւ մենք այդ դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը շարունակենք։ Будем дальше развивать наши стратегические отношения. Ինչու որոշեցիք կապարակաշիթել արմատ մեդիան։